Գնացին բոլորի մոտ տարածեցին, որ Լեռնային Ղարաբաղի բանը, Լեռնային Ղարաբաղը ուզում է տա Ադրբեջանին Տեր-Պետրոսյանը։ Միջև հիմա հետո Քոչարյանն էլ գրեց իր գրքում, հետո այդ թեզը հա շարունակվել է։ Ճիշտ է, մենք հետո ջախջախեցինք, շնորհիվ նրա, որ Մինսկի խմբի բանը այդ համանախագահության փաստաթղթերը ի վերջո հրապարակվեցին։ Երբ որ հրապարակվեցին, պարզ դարձավ, որ ոչ մի նման բան չի եղել։ Բայց քանի որ դրանք հրապարակված չէին, քանի դեռ դրանք հրապարակված չէին, այդ խնդիրը շահարկվում էր իրաց կողմից եւ Տեր-Պետրոսյանը պատասխանելու հնարավորություն չուներ։ Իդեպ էլ ասեմ ձեզ, պատասխանելու համար այդ գաղափարը ես իրան տվեցի օրինակի համար, ասացի միգուցե մենք խնդրենք Մինսկի խմբի համանախագահությանը, որ որոշակի կոնֆիդենցիալության պարտավորությունները հանվեն, օրինակի համար մենք հրապարակենք 97 թվի այդ փաթեթային պլանը, որը մեկը արդեն չէր իրագործվելու, իր բանը կորցրել էր, բայց գոնե երևում էր մեր մոտեցումները եւ պարզ կլիներ, որ մենք ոչ մի Ղարաբաղ չենք ծախում։ Բայց Մինսկի խմբի համանախագահները այդ բանակցությունները վարեց Վարդան Օսկանյանը, նա դիմեց իրենց, մերժեցին դա։ Եվ Տեր-Պետրոսյանը հայտնվեց մի իրավիճակում, իսկ դա եղել է միշտ իր գլխավոր դեմոկրատական զենքը, որ ինքը դուրս էր գալիս, դուք չգիտեմ տեղյակ եք դրա մասին, թե չէ, բայց ինքը դուրս էր գալիս ամբողջ ժողովրդի առաջ, մի ժամանոց ելույթ էր ունենում, եւ հասարակական կարծիքը փոխվում էր։ Ինքը պատրաստվում էր ունենալ նման մի ելույթ, բայց իրան պետք էր այդ զենքը, իրան պետք էր այդ ինֆորմացիան տալ ժողովրդին, ասել Ժորժ ջան, այս է իսկական process-ը։ Այդ հնարավորությունը իրան չտրվեց։ Պարոն